Հարգելի հետևորդներ, այս պահին զրուցելու ենք Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Դավիթ Գալստյանին կալանավորման որոշում կայացվեց, ինչպես բացատրենք այս գործընթացները, որոնք տեղի են ունենում, ինչ բացատրություն ունեն։ Դե գիտեք ինչ, մեկնաբանությունները տարբեր են, բայց սա իրականում քաղաքական հիստերիա է։ Ես չեմ ասի, որ դա անձնական հիստերիա է այս իշխանությունները, որտեղ իրենք հիստերիա չունեն, իրանց մոտ ամեն ինչ հաշվարկված է։ Եվ այն ինչի միջով մենք անցնում ենք, մեզ համար է դա նորություն, սա ծրագիր է, որը նոր չի մշակվել։ Սա ընթացք է, որի միջով մենք անցնում ենք։ Եվ այս ընթացքում միգուցե մենք շատ դեպքերում նաև չենք հաջողում, որովհետև մենք ծրագրին բնական է տեղեկացված չենք ու ամբողջությամբ չէ։ Այն ինչ որ երբևէ չէինք պատկերացնի, հիմա մեր հետ տեղի ունեմ։ Ես այսօր ամբողջ օրը հիշել եմ, որ եկեղեցիները իրենց զանգերը հնչեցրել են մեկ 1918 թվականին, երբ թուրքներ իր յաթաղանով հային մորթում եւ փորձում գրավել նաեւ այս փոքրիկ Հայաստանը։ Եվ այդ ժամանակ եկեղեցին էլի հնչեցրել է։ Հիմա մենք ստացվում նույն իրավիճակում ենք, բայց չենք գիտակցում, որ իրականում այսօր հանցագործները իշխանության տերերն են, իսկ անմեղները հանցավորի կարգավիճակում են։ Որովհետև այս պարագայում խոսել այլևս պետության մասին, խոսել ինչ-որ համակարգի մասին եւ ընդհանրապես հուսացած լինել ընդհանրապես իրավական համակարգի արդարադատության վրա միամտություն է։ Այս ամենը տանում է նրան, որ այո, այսօր հիմա է Հայաստանում հեղափոխական իրադրությունը, երբ այլևս վերևները ի վիճակի չեն կառավարելու, իսկ ներքևները այլևս չեն ուզում ղեկավարվել այս կերպ, որտեղ այս կերպ մենք հստակ տեսնում ենք պետության ավարտը, իսկ պետության ավարտին, երբ որ տանում են իշխանությունները, այս պարագայում այլ բան չի մնում, հա, եկեղեցին հնչեցնում է զանգերը, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, չկա տարբերակ, այստեղ անձերի շուրջ չի, մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանի շուրջ չէր, Դավիթ Գալստյանի եւ մյուս մեր ընկերների շուրջ չէր, այսօր Սրբազանի Աճապահյանի շուրջ չէ, վաղը կաթողիկոսի շուրջ չի լինելու, սա հայ ազգի շուրջ է, ինչ որ տեղի է ունենում, սա կոտորած է բառից բուն իմաստով, ես այդպես եմ ընկալում, եթե կա այլ ընկալում կամ կդիտարկվի իմ ասածը որպես խուճապ առաջացնող խոսք, ես ասեմ, ես անցել եմ բազմաթիվ դաժան բաների միջով, բայց այնտեղ ես գիտեի, որ իմ թշնամին էր, այնտեղ թուրքներ, այնտեղ ադրբեջանցիներ, ես այստեղ չգիտեմ արդեն ինչ պետք է անել, հա, այս պարագայում, երբ որ հայը եւ քո իշխանությունը իրականում յաթաղանով դուրս է եկել իր ժողովրդի դեմ։ Տիկին Հակոբյան, իսկ դուք ժողովրդի ընդվզումը, ներգրավվածությունը բավարար եք գնահատում։ Գիտեք, այն ինչ որ այսօր տեղի էր ունենում օրինակ Վեհարանում, հա, Էջմիածնում, դա պորտկում էր, դա իրոք անկեղծ պորտկում էր։ Այնտեղ այնպես չէր, որ ընդդիմադիրներն էին, հա, ընդդիմադիր դաշտներ, որ արդեն 5 տարի պայքարում է այս իշխան։ Այնտեղ ժողովուրդն էր։ Այնտեղ մարդիկ էին, վստահաբար կարող եմ ասել, որոնք միգուցե դեռևս օրեր առաջ աջակցում էին այս իշխանություններին, միգուցե։ Բայց այսօր այդ պորտկումը շատ անկեղծ էր ու այնտեղ մարդիկ հասկանում էին, որ իրենց ոտքերի տակից, իրենց թիկունքից տանում են հենքը, տանում են ամենակարևոր հենքը, որը պաշտպանել է իրենց, որի շնորհիվ այսօր հայ ազգը առ այսօր ապրել է եւ այսօր մարդիկ հասկանում էին, որ արդեն իրոք ազգի ոչնչացման մասին է խոսքը։ Եթե այս իշխանությունները խոսում են պետություն, պետականություն, չգիտեմ ինչ հեքիաթներ, այսօր մեր ժողովուրդը հասկանում է, որ զուտ ազգի գոյության մասին է խոսքը արդեն։ Եթե չկա ազգի եթե ազգը չի գոյատևելու, չի լինելու, ինչ պետության մասին ենք խոսում, ինչ պետականության մասին ենք խոսում ընդհանրապես։ Նշեցիք, թե ձեր տեսակետում ինչ Ես կարծում եմ